Բարև ձեզ, ուրեմն այսօր ամփոփենք անցած 5 տեսանյութերի, տեսագրությունների բովանդակությունը ընդհանուր ու անցնենք առաջ։ Ուրեմն ումը հետարքիր է կառանձնացնեի առաջի տեսանյութը որպես կարևոր մեխեր գաղափարական, այսինքն մեխեր կան այնտեղ շատ կարևոր հարցերը, որ տրվեցին առաջին շատ կարևոր են նրանք, ով ցանկանա ուշադրություն դարձնել, առաջնայինը հենց այդ կենտրոն իրենց մեր ժողովուրդը, մեր մտավորականությունը, մեր էլիտան իրեն կենտրոն չտեսնելու, մեր հայրենիքը կենտրոնում, աշխարհի կենտրոնում չտեսնելու այդ թյուրիմացությունն է, որ չկա հայերի մոտ։ Ամենակարևոր բանն է, ես ձեզ ասեմ, եթե էլ ոչ մի բան էլ չարվի, մենակ այդ մի տեսանյութը շատ բան է տալի նրանց համար, ում որ հետարքրում է, թե խի այսպես ամեն ինչը ինչու ենք մենք հայտնվել այս ջրափոսում, այսպես ասած։ Դրա համար առանձնացնենք այդ մեխերը, մենակ դա չի, դե որ նայեք դեղին մայկով որ կա, շատ հետարքիր է։ Հետագայում արդեն խորանալով տեխնոլոգիաների վրա, որպես միջոց, որպես ճանապարհ ապահովելու մեր մշակութային անվտանգությունն ու լինելությունը, ոչ թե որ ասենք նայենք ով ինչ անենք, չէ, դա չի աշխատում, այդ մտածողությունը մարդը որ որոշում է, որ ինքը պետք է ազատ լինի, այդ մտածողությունը իր հետ բերում է տեխնոլոգիա ստեղծելու կարողությունը, ունակությունը, տեսողությունը, որ տենում է մարդ, նոր բաներ, որտեվ բոլոր դարերը իրենց հետ բերում են նորանոր խնդիրներ, նորանոր վիճակներ եւ ամեն անգամ նոր միջոց պետք է հնարես, որ դուրս գաս բարդ իրադրությունից։ Ինչպես արել են տարբեր ազգեր, առանձին հետո էլի կխորանանք, դա բաց ենք թողում, պրոստո հիմա մենք անցնում ենք փուլ առ փուլ խնդիրները, հարցերը, որ դրեցինք, հետո տեխնոլոգիաներն ու պատմության մեջ ուրիշների անցած ճանապարհը քննարկելով, վերլուծելով, որ հասկանանք, թե դա ոնց է տեղ ունենում։ Հետո վերջի երկու տեսանյութը արդեն ընդհուպ պատճառահետևանքային կապի տեսողության հարցներ, էլիտայի այս վիճակի մեջ, թյուրիմացության մեջ հայտնվելու բուն պատճառները, ոչ թե առերևույթ երևացող բաները, այլ բուն պատճառները, խորքային, որ շատ խորքային են, դա դասակարգային, կաստային հենց այդ համակարգն է, որ ասենք անհրաժեշտ է պայման է պետություն ստեղծելու համար, ցանկացած պետություն։ Եվ այդ ընթացքում, երբ որ մենք խոսեցինք, տվեցինք նաև լուծումները, ովքեր ուշադիր կլինեն, կարող են նորից նայել, լսել, թուղթուգրիչով առանձնացնել կարևոր տեղերը, մեխերը։ Կտեսնեք, որ այնտեղ ոչ միայն հարցերը կան, ոչ միայն խնդիրները կան, ոչ միայն պատճառները կան, այլ նաև լուծումները կան։ Այնպես որ անցնենք առաջ հիմա։ Ցանկանայի նորից մի քանի թեմաներ կարճ կանցնենք այսօր, նորից մոտենալ արդեն ոչ միայն էլիտայի հետ կապված, այլ մեր ժողովրդի ընդհանուր բարոյահոգեբանական վիճակի հետ կապված, ոչ միայն հիմա,
այլ վերջի մի 1000 տարին, որտեվ դա էլ իր խնդիրները, պրոբլեմներն ունի։ Օրինակ նայեք, ասենք բոլորն էլ երևի շատերը, եթե ոչ բոլորը, շատերը կարդացել են, ասենք Ռաֆու գործերը կարդացել եք շատերը։ Այն թե կայծերը, Խաչակովի հիշատակարանը, Ջալալեդդինը, Ոսկե աքաղաղը եւ այլն։ Ու ոչ միայն Ռաֆու, հիմա կարևոր չի։ Ումն էլ կարդում ես նույն բանն է համարյա։ Մի քիչ էսյան, մի քիչ նույն բանը, որտեվ Ռաֆին խոբ ինչ-որ բաներ չի հնարել, չեղած։ Ինչ կա, էդ էլ գրել է մարդը։ Համար ասենք ինչ է տեղի ունենում, այդ ժողովրդի ամենաներքևի այդ մակարդակի մասն եմ խոսում, էլի։ Թե ինչու չեն այ, միշտ էլ էլի կրկնում եմ, ցանկացած ժողովրդի մեջ միշտ կա, ասենք, այդ իրավիճակը, որ այդ ժողովրդի մոտ ստեղծվում է, այդ պահին, իր պատմության ցանկացած պահին, հենց այդ խնդիրը, որ տեղի ունենում լինելիության հետ կապված, հենց այդ պահին էլ ինքը ունի այդ խնդիրը լուծելու պատրաստ ու ունակ կադրեր, այսպես ասած։ Պարզապես, քանի որ ժողովուրդը կազմակերպված չի, այդ կադրերը չկան, դրսևորված չեն բացահայտվել, կամ էլ ինչ-ինչ պատճառներով չեզոքացվել են կամ ոչնչացվել են, ու կադրերը լավ չօգտագործելու հետևանքով ժողովուրդները տուժում են։ Կոնկրետ հայերի վրա եմ ասում, որտեղ օրինակ ուրիշ ժողովուրդներ կան չեն տուժել, օգտվել են։ Օրինակ մոնղոլները օգտվել են ինչ-որ պահի, գերմանացիք օգտվել են քանի անգամ, ֆրանսիացիք օգտվել են, ճգնաժամանին իրավիճակներում գերմանացիք, ֆրանսիացիք, իսպանացիք, բրիտանացիք, ռուսները դա անգամ օգտվելով, ասենք, այդ կադրերից, ովքեր որ գալիս են, որ այդ հարցը լուծեն, որտեվ եթե հարցերը առաջանում են, հարցի լուծողներն էլ են արդեն տեղում։ Ասենք ուրիշ պատմություն է։ Հիմա հետ դառնանք էլի մեր կայծերին։ Օրինակ նայեք, այդ խեչերը, չէ, տանտեր խեչոներ, այդ քրդերի խարջը տալիս էր, թուրքերի խարջը տալիս էր, խեշմարդը կոպերն ու ոչխարները մորթում էր, վերջում էլ ոսկիներ հաշվում տալի, չէ։ Վերջում էլ խեղճը հարսներին փախցնում էր էսյանայան, որ անգր ձեռմր չտան։ Այդ բոլոր տեղերում այդպես է, պատկերացնում եք, այդ սա Հայաստան աշխարհը այդ մինչև կոտորածը Թուրքիայի տարածքում բոլոր տեղում այդ վիճակն է, հələ ասենք տանտեր խաչոն, ասենք հələ մի քիչ խելքը գլխին մարդ էր, չնայած սխալ ճանապարհով էր մտածողության գնում, բայց ասենք կարողանում էր ինչ-որ հարցեր, բա ուրիշ տեղեր ավելի վատ վիճակներ է հələ։ Ու նույն ձևի հայտնվում են այն ջորու վրա նստած ջորիեր, ավանակեր, ինչեր են։ Անունը չեմ էլ հիշում, ոչ է պետք է որ դրան հիշեմ, Դավաճանն ով էր այն սրիկան, վերջում որ քարեկար ընկավ, սատկավ։ Թուրքերի համար որ գործ էր տալիս, սաղին բռնել էր տալի, դες չեմ հիշում, ոչ է պետք է որ հիշեմ։ Շատ դժվար եմ Վելիք Ֆրանգյուլի անունը հիշում եմ, հələ մի հատ է դրա անունը հիշեմ, ոչ էլ դուք հիշեք։ Իմաստն եմ ասում։ Այդպես է եղել։ Դավաճան հայերը, մեկ է խեղճ հայերը, ու մեկ էլ էս ողորմելի վիճակի մեջ գտնվող ժողովուրդը հազարավոր տարիներ այդ վիճակի մեջ են ել, ու ոչ թե որ սաղը տենց բոլորը տենց են, չէ։ Բոլորը տենց չեն ել, միշտ էլ կարգին կռվող տղերք են, միշտ էլ այդ սերունդը եղել է, որ որոշել է պայքարի, բայց ինչպես օրինակ Ջալալեդդինի մեջ Սարատի հերը իր տղուն ավազակ էր համարում, որովհետև իր տղեն չէր ուզում թուրքի կամ քուրդի խարջը տար, հետո զենք էր սիրում,
ավազակ սարքինք էշտեղուն տողս գնաց, հետո ուզում էր կար փրկեր, մոլորված գառներին չհասցրեց կերան գառներին քրդերը։ Դες Սարատի նման տղեր կային, շատ կային, հենց մեր հայ հասարակությունը հենց, ով որ ուզեցել է պայքարի, ով որ ուզեցել է իրանց ազատության համար կռվի, իրանք այդ տեսակին չեզոքացրել են, մեղադրելով, որ ուզում ես մեր գլուխը ուտես, տանում ես մեր գլուխը ուտես, ես վերջերս կան տարի առաջ այդպես բաներ ես եմ լսել, ասում տանում եք մեր գլուխը ուտեք, ասում է, մեր քոքը ուզում եք կտրեք, այտենց ողորմելի վիճակով ապրելը ոչ միտեղ չի տանում ժողով ջան, այդ մտածողությունը, ու հիմա էլ ասենք այդ որ հիմա խոսում եմ, ասենք 100, 200, 500 տարի առաջվա բաներից, հենց հիմա էլ այդ նույն վիճակն է, պրոստո հիմա ժողովուրդը ասենք ջիպեր են քշում, բան են անում iPhone-ով, բայց ոչ մի բանը չի փոխվել, նույն մտածողությունը կա, դրա համար էլ 530 թե քանի հազար ռուսներին ընտրում, հարց այդ փողի ընտրելը չի է, հարց առանց այդ փողի թեկուզ 300 կընտրեին, եթե հարցը դրվեր այնպես, որ արևմուտք թե ռուս, հարցը տես չի դրվեր, եթե տես դրվի, ես ձեզ ասեմ կեսից շատը ռուսին կընտրեն, անգամ հենց հիմա, դրա համար էլ սրանք խելոք են, հարցը տես չեն դնում, շատ լավ գիտեն իրենց ժողովրդին, վիճակագրությունը, ումը որ պետք է շատ լավ հասկանում են ինչ է կատարում, իրենք հարցը ուրիշ ձև են դնում, որ ասենք, ու պրինցիպի ճիշտ են անում, ինձ անձամբ ինձ ձեռ է տալի, որովհետև իմ համար թեկուզ այս Հայաստանը ավելի լավ է, քան թե ռուսական գուբերնիա, որը չի էլ լինելու, դա ուրիշ պատմություն է։ Հիմա այդ մտածողությունը հելի անցնենք մեր ժողովրդի մտածողությունը, որ այտենց այդ տանտեր խաչոները, այդ էֆենդիները, որ այտենց թուրքի մոտ գործ են տվել հայերի վրա, հայ բռնել են տվել, բան, որ փող աշխատեն կամ պաշտոն ստանան, այդ նույն բանը արում էին այս Քոչարյանի վարչական ապարատը, Սերժիկի վարչական ապարատը, սրանց մեջ կա, պրոստո սրանց իրավիճակը բողվել, ասենք պահանջարկը այդպիսի չի, հիմա ուրիշ ձևի պահանջարկ է, այսինքն այդ մտածողությունը չի բրծել, նոր տերերի կամ հին տերերի ոտքերի առաջ կարմորթողները այդ մտածողությունը էլի ժողովուրդ ջան, այդ էի ուզում առանձնացնեի ժողովրդի վիճակի հետ կապված էլի, որտեղ էլիտայի մասին խոսեցինք, հետո մի փոքր կուզեի առանձնացնեի պապի մասին առանձին խոսամ, պապի մասին հիմա որ խոսամ, ճիշտ չի առանձին խոսամ, հիմա ես բան կանեմ, ներկա իրավիճակի հետ կապված, քանի որ մշուշը շատ է, անընդհատ ժողովրդի ուղեղը հարթուկում են, անընդհատ լրատվամիջոցները այն նարատիվներն են տարածում, ինչը որ իրենց տերերին պետք է, ժողովուրդն էլ ասենք չի կողմնորոշվում, իմ ձևով մի հատ այն որ ասում է հայավարի, մի թեթև արագ անցնենք այդ վերջի 6-8 տարիների հետ կապված, թե իմ կարծիքով ինչ է լավ, ոնց է լավ, ու կարար արդյոք ուրիշ ձև լիներ, արագի մեջ ասենք շատ բաների վրա չեմ կենտրոնանում, նախ 18 թվականի իշխանափոխության հետ կապված, պահանջը միջազգային հանրության մոտ ինչից որտեղից առաջացավ, առաջացավ 13 թվականի այդ շախմատիստ Սերժի խաբեբայության
հետևանքով։ Արևմուտքին խաբեց 5 տարի, հեսա գալիս ենք, հետո մի գիշերվա մեջ փախավ մտավ Պուտինի գրպանը ու այտենց վիճակ ստեղծվեց, արևմուտքը հասկացավ, որ այս հայերը որոշել են իրենց խաբեն ու որոշեցին հայերին պատժեն։ Որտեվ նայեք 94 թվականին 1900, երբ որ պատերազմը կանգնեց այն պահին, երբ որ հայերը առաջ էին գնում, մերոնք առաջ էին գնում, արդեն ուզում էին իջնեին, գանձակը գրավեին, շատ ուրիշ իրավիճակ էր, այսինքն մենակ բանի էս Քաշաթաղի մենակ Բերձորի հարցը չէր, այսինքն արդեն մերոնք իջնում էին, գանձակն էին վեկալում, այդ է չթողեցին, չէ՞, ինչ տեղ ունեցավ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան գառանտիա կանգնեցին, ովքեր չգիտեն, թույթան այդ իրենց տրեներին հարցնեն, Լևոն Հակոբիչին, ինքը երևի գիտի, պետք է որ իմանա այդ վաղտ ինքն էր նախագահ, գառանտիա կանգնեցին, որ հիմա չեք վեկալում, այդ հողերը կռիվը կանգնացնում ենք, մենք խաղաղությամբ այդ հարցը կլուծենք, չէ՞, խոսք էին տվել, որ Արցախը հետ չեն վեկալելու, խաղաղությամբ այդ հարցը ինքնորոշման բան լուծելու էին, խոսք էին տվել, խապել էին, թե ոնց, թող ասի, գցել են մեզի, թե ասենք մենք իրանց ենք խապել, եւ ինչ տեղ ունեցավ, իրանք մեզի խոսք էին տվել, բայց էլի ասում եմ, այդ որ Պյոտրի պահը բացատրի, չէ, ասում են այնպես խապեց, որ չխապեց, առանց խապելու խապեց ու չեն կարող պահանջենք, հիմա նույնը արեց արևմուտքը, իրանք մեզի խոսք տվեցին, որ լրիվ սիրուն ճիշտ կլինի, բայց դիմացնել մենք իրանց բաներ խոսք տվինք, մենք ասելով Հայաստանի իշխանություն էր, էլի, մենք անձամբ ես սուտ խոսան չեմ, որ բան խոստամ չանեմ, այս բաներ ես չեմ սիրում, այս վաճառականները խոսք տվեցին, որ գնում են դեպի բան, դեմոկրատիա եւ այլ, փայլուն ապագա, քիչ ամեն ընտրություններին մի բան խոսք տվեցին, դե արանքում հեղաշրջում եղավ, այս կապ չունի, ինչ որ բաներ էին, չէ՞ խոսք տվել, հետո գցեցին, որ մտածեցին, ուրեմն այս չարչի վաճառականները իրանց ուղեղով մտածեցին, որ իրանք կարան Ամերիկային ու Եվրոպային գցեն, էլի, պատկերացնում եք ինչ հանճարեղ չարչիներ են, էլի, ասենք, այդ որ ոտից էին արթնացել, քնիցել, վեր կացել, որ որոշել էին, որ կարան տես բան անեն, էլի, ասենք, որոշեցին, դե ասենք ոնց որոշեցին, իրանց ռուստերերը հենց էին սխմեն, հենց հրահանգ էին տվել, որ կարա ինչ անեին, հարցը էդի չի, բայց ասենք, այդ իրավիճակի մեջ, ժողովուրդ ջան, դաց են որոշե, այդ մարդիկ, այսինքն սարքին հայերի գլխին, ջոգում եք, ռուսները ընդից սխմեցին, հայերը ստից խապեցին, արևմուտքը ընդից մտում խապվավ, հետո նենց իրավիճակ ստեղծեցին, որ իրանց հայերը բան խոսք տվեցին, որ այդ մենք դեպի Եվրոպա, դեպի դեմոկրատիա, չէ՞, ու իրանք շատ լավ, հետո իրանք էլ նենց սարքեցին, արդեն այն մյուս կողմից չերես Ռուսաստանը, նենց սարքին, որ ռուսները ստիպեցին, որ հայերը խապեն արևմուտքին, գծելու ձևը ոնց ալնում, մեր հայերի մեջ գծողներ շատ կան, չէ, դրանք կիմանամ, ինձից լավ գիտեն, ես այդպես մի քիչ միամիտ տղա եմ, բայց հիմա նայեք, քաղաքականության մեջ ոնց եղավ, սկզբից խոսք տվին, ու հետո որպեսզի չխապեն ու իրանցից պահանջ չլինի արդարության, նրանց արեցին, որ հայերը իրանց բան խոսք տվեցին ու խապեցին, որովհետև իրանց ռուստերը իրանց ստիպեցին, հայերը խապեցին, 13-ից այդ 8 թիվի այդ ժողովրդի կրակելուց հետո Սերժի իրանց բաներ խոսք տվել, հետո մինչև 13 թիվը խապեց 5 տարի, հետո թռավ Պուտինի ջեբը, գցեց, նրանք էլ արդեն всё, իրանց տված խոստումը այդ պահից հետո 13 թվականի սեպտեմբերներ, օկտեմբերներ, այդ գիշերվանից հետո, երբ որ Հայաստանը իրանց գցեց, այդ գիշերվանից հետո իրանք իրենց 94 թվականի խոստումը հետ չարին, Էսի տո այդ բանը ձեր տրիները լսի, տարեք, ասեք, գրեք, բացատրեք, ասենք կարող ավեշ չանի լսի, այտենց քաշվակ հայեր ջան, այդ բաներին եմ ասում, այդ կառավարիչներին, հասարակ ժողովրդի հետ կապ չունի, հասարակ ժողովուրդ խեղճի ինչ անի, այտենց խապելու համար իրանք իրանց խոսքը, այսպես ասած, հետ վեկալին, որովհետև խապելով փակվում է,
կոպիտ ասած էլի։ Հետ վեկալին ու ինչ տեղ ունեցավ 16 թվին արդեն թուրքական առաջի հարձակումը տեղի ունեցավ, որը ասենք հայերը կարացան պահեն, անգամ դրանից հետո էին շանս տվել, պատկերացնում եք, հետո տեսան, որ Սերժիկը չի տա այդ օղերը, համաձայնվեցին այդ իրաց վերևի խաղերում, որոնց մի քանի օկյա որոշում, թե որտե ինչ պետք է լինի ստե շարիկի վրա, այդ հենց պայմանավորվեցին, որ Սերժիկին անում ենք, Սերժիկին անին, բերեցին այս մեր ժուրնալիստին, ժուրնալիստն էլ հազիվ, ժուրնալիստը ուրախացել էր բան, վերեցին ու սենց, էլի ժամանակ տվեցին, իշում եք Բոլտոնը, որ եկավ Հայաստան, 18 թվի ձմեռներ, չէ, 18 թվի ձմեռներ, Բոլտոնն եկավ, էդի վերջի շանսն էր, որ պատկերացնեք, այսինքն Բոլտոնն եկավ, հենց այնպես չէր եկե, հայերից խոտ չէր եկե ողորմություն խնդրել, եկավ են, որ գնդակահարությունից առաջ գալիս են վերջի շանսն են, չէ տալի կոպիտ ասած, եկավ, ասեց ախպեր, մեզնից զենք առեք, ռուսներից յան տվեք, համեժան կտանք, համ էլ կառանձե կտանք, համ մեր զենքը լավ է կրակում, մարդը էլ ոնց բացատրի, դե ասենք չարչիները, որ չեն հասկանում իրանց հետ ինչ են խոսում, հիմա ով է, ու տենց քանի որ ռուսական ազդեցության գործակալները չէին կարա իրանց շեֆերին, այսինքն ինքն էս չի, անգամ եթե ինչ-որ բան էլ հասկացավ, ինքը շանս չուներ, որովհետև ռուսներն էին իրենց բերել իշխանության, այնպես չէր, որ ամերիկացիքել են էդի սարքես, ասում էսի թատրոնա սարքած, որ ասում է մատնոց են խաղում, ոնց ուզում ես խոդարի կրում են, բայց այնց են կրում, որ դու մեղավորը դու ես, որտեվ եթե դու խելոք լնես, գոնե կարաս կրվես այդ նույն խաղը, բայց այնց բան թողես, որ մեղավորը իրանք են, որ հետո հաջորդ սերունդները հայերի գան, ասենք դեմները դնեն ու կրեն, ստանան, որտեվ ուրիշ հարթություններում ուրիշ ձև է խոսակցություններն ու կռիվները գնում։ Այդ այնց սարքեցին, համ մեզի խաբեցին, համ էլ մեզի մեղավոր դարձրեցին հայերին, այսպես ասած։ Ու վերջում էլ այսպես դրանից հետո էլ Բոլտոնին մարդ ասեց, ոբշե մենք քեզնից լավ գիտենք, ոնց պետք է ապրենք, դու մեզի մի սովորցրա, այս մուրուկը։ Ու տենց Բոլտոնն էլ ասեց, թե դու գիտես, տղա ջան, բալիկ ջան, ես գնացի, հետո չասես։ Ու տենց գնաց, հետո էլ տեղ ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ։ Տարան ստորագրեցին, ինչ որ պետք էր ստորագրեցին, ու դրա տակից մինչև հիմա չի կարող դուրս գա։ Ոչ է դուրս կգա։ Որովհետև կինոն էլ շարունակում է։ Ու այդ ամեն ինչի հետևում, նայեք, Տրամպի ժամանակով տեղի ունեցավ 20 թվականի պատերազմը, այս Տրամպոնչիկի։ Ես սրան երևի փողը վառել էին, ինչ էին առել, որտև ես շատ տաֆերից կենթանի է։ Այս կռիսն էլ ծախեց, ունես ծախեց, որ ասենք սիրում սաղ սարքին, որ ասենք մենք այն որ ոնց ախպեր, ասում սաղ աշխարհով հավաքվել ենք, ուզում ենք ձեզի փրկեինք, բայց դուք չուզեցաք։ Դե մենք ինչ անենք, ախպեր, դուք եք մեղավոր։ Այդ են սարքին։ Հետո էլի ռուսներին պաստավ կարին, որ խաղապազոք էր բան, ունենց բան արին, դե այդ սաղ չերես ռուսները ինչ է սարքել։ Ասենք ռուսներին փող էին տվել, պայմանավորվել էին եւ այլ։ Նախկին սովետական միության վերականգնման ինչ-որ հույսեր էին տվել եւ այլ։ Այս սրանք էլ կուտը կերել էին ռուսները։ Ու սենց սարքեցին ռուսների միջոցով սաղ թուրքերի հետ այդ գործը արին, շարը սաղ գցին Վաշխառու վաճառական հայերի կարճ խելքի վրա ու տենց էլ կա։ Ու իրանք է մաքուր թաթիկներով տամպոնչիկը պաստվեց Բայդենին գնաց, Բայդենի ժամանակ էլ ցեղասպանությունը նշ ճանաչին, այն որ ասում է լավա մի հատ էլ կոշիկները վրան չմաքրեցին, էլի, այդ էս ճանաչեցին, հա, որ ոչ մի բան էլի, ընդուկ նրան, որ ես մեր մուրուկը բան արեց,
Արդեն ասում էր ինչ որ պետք է մենք հաշվենք, լավա չասես կարողա պետք է մենք ճշտենք այդպես բան եղել է թե չէ, այն լկտիությունը ասա, որ արդեն այդպես բանից էր խոսում, այն էլ ասենք Ֆրանսիայից բանից ուրիշ տեղերից գալուց ասին արա այ բալիկ ջան, դու ով ես որ տենց հարցերը կասկածի տակ դնես։ Ասենք եկան մարդիկ Ֆրանսիայից ուրիշ տեղերից եկան ծիծեռնակաբեդ, դրանով ցույց տվին, որ այ փիսիկ նստի տեղը, ովշեմ դու չես այդ հարցերը ստե որոշողը։ Խելոք նստի ու տես գնա մուրուկը թրաշի։ Ու սենց։ Հետո էլ Տրամպը հետ եկավ, այն կռիվների, այն մաֆիոզների կինոների մեջ ոնց է, հետ եկավ, այս 5 տարի հայրին քացուտակ էին գցում, հետո ինքը եկավ, այնպես մի հատ էլ բան արեց, արքայական ժեստ արեց, կանչեց մոտնեղը, այս երկու բաներին, կանչեց Վաշինգտոն, հա, օգոստոսի 8-ին, 2 օր առաջ էր, մի տարի առաջ, կանչեց, ստորագրեց, ուտում լավություն է անում, փրկիչն է, Քրիստոսն է հայտնվել, փրկեց հայերին կարոջին։ Եսին 700-րդ խաղաղության պայմանագիրը, եսին 1000 պատերազմ կայնասեց, հիվանդ մարդ է, էլի լավ է, դրա վրա չխորանանք, հիվանդները ինչքան ներու ենքան լավ։ Հարցը նա, որ նայեք ոնց են սարքում, այն կինոների մեջ մաֆիոզները ոնց են, կռիվը գցում են, հետո էլ վռոդի գործ չունեն, վերջում էլ հələ մի հատ էլ ընկնում ես ոտերը խնդրում ես, որ պատալժենի են անում, որ այդ հարցը լուծեն, պայմանով, որ ճանապարհ մանապարհ, միջանցք, ոբշեմ լավ դե որ շատ եք խնդրում ես Տրամպի ճանապարհն էլ մենք կհսկենք, լավ դե, հերն էլ անիծած, տուժում ենք, բայց դե հանուն խաղաղության կարելի է ծադալժենի արեցին, այս հենց Ղազերին, այս հենց այս 6 տարի է, շանթուլի նման, այսպես քթներից ես բռնած, շանթուլի նման, այսպես ֆռցին, ու այսպես է լավ։ Հիմա էլ թատիկներով զանգել է մի տարի անցել է, շնորհակալություն բան։ Այսպես վիճակ է։ Այ որ ձեզ խափում են, ինչ որ բաներ են ներկայացնում, հնդկական կինոյի սերիալներից վերցրած, դուք էլ այտենց չգիտեք հավատակ չի հատե, դե հիմա մեկ ուրիշ տեղից լսեք, թե դի ոնց է ուրիշները մեկ ուրիշ կողմից ոնց է։ Այդպես բան ու ես ձեզ ասեմ, այս Տրամպից չգիտես ինչ, հələ 2 տարի պետք է նստի էսի։ Ասենք էսի կարան այս բաներ հələ ծախի, ասենք գնալուց առաջ կարա այդ խաշմերուկն ու ճամփեն էլ տա թուրքերին։ Պետք կլինի Երևանն է կծախի, ասենք ինչ է, տարգաշ է էլի։ Մի տարգաշ էլ են, այն էլ ամերիկական տարգաշ է, ասենք։ Ու ասենք դուք հələ չգիտեք, թե Տրամպը ումը կարող է ինչ ծախի, որովհետև ասենք Տրամպն էլ հələ չգիտի, որովհետև իրան հələ ջհուդիկները չեն ասել, թե ինքը ինչ պետք է ուզենա, ինքը հələ չգիտի ինքը ինչ պետք է ուզենա։ Այ սենց է վիճակը, ժողովուրդ ջան։ Հա։ Դրա համար է ես անցած տեսակցության մեջ այդպես կատակով բանով ասում եմ, որ սրանք իսկի սրանց ապագան իսկի իրանցից կախված չի, որ մնաց այս պետության կամ այս ժողովրդի ապագան։ Ես չեմ ասում, որ բան չէ, միջև վերջ ուժեր կան, որ վիզ կդնեն, ու այդ ուժերը հաստատ կառավարության շենքում չեն նստում, ոչ էլ իշխանական համակարգում այդ ուժերից ընդամենը ոչ մեկ էլ չկա, ասեմ, որ իմանաք, բայց ուժեր կան, որ բան են էլի, այն որ թքած ունեն Տրամպի հավեսի վրա կամ այդ ջհուդների որոշումների վրա, որտեվ այդ ուժերը ուրիշ ուժեր են։ Այդ ուժերի համար ոչ մեկից հարցնելու բան չկա, այդ այդ ուժեր են։ Ու ասենք այդ ուժերը կարան ջղայնանան այս բաներ անեն, որ ասենք շատ ծանր հետևանքներ ունենա ընդհանրապես այս շարիկի համար։ Այդտենց բաներ կարա լինի, դրա համար ջհուդնիկները պետք է հաշվի առնեն, այսպես թող լսեն ու իմանան։ Ամեն ինչ կարա պատահի։ Անկամ այս բաներ, որ չի կարող պատահի։ Հա։ Հա, բայց ասենք դա չի նշանակում, որ ամեն մի էշի պետք է թողեք այսպես ձեր ճակատագիրը
ձեր ճակատագրի հետ խաղա, ինչպես էս վերջի ինչքան լավ 35 տարին գցեմ, շատ չասեմ, չնայած ասում ես 2600 տարվա պատմություն է։ Այսինքն մեր ժողովուրդը անգամ չգիտի թե որտեղ է իր իսկական էլիտան։ Այս թեման էլ ստե փակենք, հետո այս որ խոսում եմ արանքում մեկ-մեկ ասում եմ, չէ որ մի հոգի, երկու հոգի, 10 հոգի կարան այնպես փոխեն, որ այս աշխարհը այնպես փոխեն եւ այլ եւ այլ եւ այլ, դա հենց այնպես չեմ ասում, ժողովուրդ ջան, օրինակ ինչ եք կարծում, որ հենց հիմա ասենք Հայաստանը մի 100,000 զորք ունենա, ասենք ու չգիտեմ, ընդ ինչքան է, մի 1000 տանկ, 500-ատ էլ Հայմերս ասենք եւ այլ, այնպես չաղ բախտավոր էլի, ասենք մի 300-ատ էլ ինքնաթիռ, խոսք էլի, ֆանտաստիկ պատկերացրեք, երազեք։ Կարա՞ գառանտիա տակ, որ չեն գալու գրավեն։ Վստահ եք։ Որտեւ այդ ունենալը քիչ է, ասենք այդ ինքնաթիռները քշող ունեք, կամ այդ հրամանատարներն ունեք, որ չտանան գցեն Գելիբերան, ոնց որ Ֆիզուլի ճամփեքին, Ջեբրայելի ճամփեքին արին եւ այլ, ոնց որ թողին ու փախան սաղ զենքը, ոնց որ ջերմուկը տվին։ Վստահ եք, որ ասենք չեն տա։ Հենց այդ սպայական կազմը, այդ ոնց է լավ, քանի հատ պաշտպանության նախարար շտաբի պետ փոխվավ կռվից հետո։ Ամեն մեկը մի բան տալով փախավ Ռուսաստան։ Ինչ վստահ եք, որ այդ փախնողներ չկան։ Այդ հարցերը մտածեք։ Այսինքն ես չեմ ասում, այս բանակի թեման, բանակը պետք է զինես, բանակ պետք է ունենաս, բանակը պետք է վերակառուցես, վերափոխես, վերաձևես, նոր տակտիկա մշակես, նոր տեխնոլոգիաներ մշակես, բայց այսօրվա այս իրավիճակում, որ մեր ժողովուրդը հայտնված է, զինված ուժերի միջոցով այդ հարցը չի կարող ինքը լուծի։ Այնպիսի մի հատ վիճակի մեջ է հայտնվել ժողովուրդը, որ իր ապագան այսօր զինված ուժերը չեն կարող այդ հարցը լուծեն։ Եթե ենթադրենք Տրամպը վաղը որոշի, որ վաճառում է, ու ասենք զինված ուժերը այդ հարցը չեն կարող լուծեն։ Իրոք էլի ճիշտը խոսանք։ Բայց այ դրա համար կա ուրիշ բան, մեթոդիկա, ուրիշ ձև կա, որտեղ արդեն այդ ուժերը, որ գտնում են, որ իրանք կարան ինչ-որ ինչ ուզեն անեն այս աշխարհում, այդ ուժերը այդը չեն կարում։ Այ մինչև այդ կարում են, այդ դրանց էյան էլ չեն կարում, որտեղ արդեն ընդ ուրիշ ուժեր է։ Այդ մնացել ենք դրա հույսին, ժողովուրդ ջան, անկեղծ խոսանք, ասենք ուրիշ ձև գիտեք, գրեք տակը, չի գրում, գրեք, եթե ինչ որ ուրիշ ձև կա, հա, եթե ինչ որ հարցեր ունեք, գրեք, որ ասենք հասկանանք, ձեզի հետաքրքիր չի, ընդհանրապես, հա, չեք ուզում մի գրեք, բայց ասենք, եթե ձեզ ինչ որ հարց հետաքրքրում է, գրեք։ Ճիշտ հարցը ձևավորեք, նոր գրեք, էլի, ասենք այնց ստից թեմաներից չխոսանք կամ ասենք հասկացաք, լուրջ, եթե ձևակերպած հարց կա, գրեք, քննարկենք։ Ու ես այս հարցը հիմա տալիս եմ, դուք վստահ եք, որ ասենք չաղ ու բախտավոր լավ բանակ հենց հիմա որ ձեզի նվեր տան այդ զենքերը, բաները, դուք կարաք, ասենք Տրամպի հիմարությունների դեմ առնեք, եթե Նետանյախուն ու Տրամպը թուրքերի հետ բարիշեցին ու ասենք դուք ինչ եք անելու ունդե, կարաք ինչ-որ բան անեք, վստահ եք, որ ձեր գեներալները չեն փախնելու Մոսկվա, ինչև թուրքերը հայտնվեն Երևանի մատույցներում, խոսքի էլի։ Դրա համար ուրիշ մեթոդներ կան, որ ասենք հակառակորդը այնպիսի վիճակում հայտնվում, որ ինքը չի կարող այդպես հարցերի մասին մտածի, որովհետև իր համար խնդիրներ են հայտնվում, որ ասենք ինքը չգիտի այդ հարցերը ոնց լուծի իր տան, ասենք Ամերիկայում կամ իր երկրում կամ ասենք Իսրայելում։ Միամիտ այդպես բաներ է տեղ ունենում, ասենք իրանց հաշվարկներում իրանք սխալվում են, մեկ էլ խորանում են տարիներով չեն կարող իրանց էփած որշը ուտեն, որովհետև կրակներն են։ Այդպես բաներ է տեղ ունենում։ Կարա տեղ ունեն, ասենք Իսրայելում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ այլուր։ Այդպես միջոց ձևեր կան, որ ասենք այդպես ուժերը, որ կարողանում են գիտակցությունը այդպես փոխեն, կարան այդպես բաներ անեն։
ուտեւ ոչ մեկ իրանց չի կարա հրամանտա կամ չտա, ուտեւ պետք է ինքը այնքան ազատ է, որ ասենք ով որ ուզենա խանգարվի, ասենք չեն կարա էլի հասկանում եք, դա խո հենց այնպես չի, դա խո լատարեի բիլետ չի, որ ասենք բռնեցիր ու կրեցիր, բայց եթե այդպես աստիճանի գիտակցության բարձրացում տեղի ունենում, արդեն խաղի կանոնները լրիվ փոխվում են, այ դրա մասին եմ խոսում, այդ որ ասում եմ կարող է այդպես բան տեղի ունենա, բան ակնարկում եմ, դա եմ ակնարկում, բայց ստեղ ուրիշ հարց առաջանում, կան այդպիսի մարդիկ, որ հարցն եմ տալի, որ պատրաստ են ընդհուպ մինչև դժոխք գնալու, որ այդ կարողանան օգնեն այս խեղճ ու կրակ ժողովրդին, իրա խելքից ձեռ քաշած, տուժած, եթե այդպես մարդիկ դեռ կան, դեռ ծնվում են Հայաստանում այդպիսի մարդիկ, կան, որ կարող են գիտակցաբար իջնեն դժոխք, որպեսզի փրկեն նրանց, ովքեր արժանի չեն փրկության, դեռ կան, հարց եմ ասում, դեռ տենց, այդ հարցերը շատ չեմ բանանում, պես կարևորը ամփոփեցինք սկզբից, և այս վերջի կարևոր այս հարցը, որ տվեցի, արանքում էլ որոշ բաներ մեր թշնամիներին ակնարկեցի, որ իմանան, որ ստես սաղ բան չի էլի, ասենք ես երկիրն էլ չեն կարա գան սենց վրա երթանեն, որովհետև կարող է տրասի վրա բորդուրին հագնեն, շարունակենք ժողովուրդ ջան, հաջողություն։